Ամբողջությամբ թվայնացվել է պետական գույքի աճուրդների գործընթացը։ 2025-ին իրականացվել է 2514 աճուրդ, օտարվել է 545 միավոր անշարժ ու շարժական գույք, նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վարչապետին ներկայացնելով գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Ծանրակարճ և մեծ եզրաչափերով տրանսպորտի թվայնացման մասով հարթակը ևս գործում է սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հարթակի օգնությամբ տրամադրվել է 145 թույլտվություն։ Տեսել եմ թվային հարթակի և բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին հնարավորություն է տրվել համայնքապետարաններին և նախարարությանը հաղորդել համայնքներում առկա խնդիրները։ Ավելի քան 10,000 անձ ներբեռնել է հավելվածը, մոտ 1800 խնդիր է բարձրաձայնվել։ Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով էլ անձը հնարավորություն ունի բարձրաձայնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների թերությունները։ Աղբանության և կոշտ թափոնների կառավարման մասով շահագործման է հանձնվել 2025 թվականի հուլիսի 9-ից Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների համակարգը։ Վարչապետը հետաքրքրվել է ինչպես է աշխատում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգը։ Դավիթ Խուդատյանը նշել է, որ ծրագիրը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքի համար։ Ներկայում 10 համայնքի 71 բնակավայրում աղբահանությունն իրականացվում է այդ համակարգով։ Մյուսների մասով փոխաբեռնման կայանները ամբողջությամբ պատրաստ են, տեխնիկան ամբողջությամբ մատակարարված է, Արտունիում էլի գրեթե ավարտական գործընթաց ունենք մարտ-ապրիլ ամիսներին։ Այսինքն պետք է հավաքեն միտեղ ընդեղից տեղափոխեն աղբավայր։ Այնտեղից կա հատուկ տեխնիկա, որը սեղմող տեխնիկա է, ինքը ծավալները ավելի փոքրացնում է եւ արդեն տեղափոխվում է այն աղբավայր, որտեղ այցելել ենք։ Այսինքն համակարգեսպային քանի տոկոսով է գործում։ Շուրջ 70%-ով, 60-ից ավելի։ Եվ հետևությունները ինչ են, տպավորությունները։ Պարոն վարչապետ, շատ ավելի նորմալ է իրականացվում, քան երբևէ իրականացվել է։ Դե նույնը նաև աղբավայրին է վերաբերվում, գոյություն ունեցող աղբավայրը ընդհանրապես կապ չունի նախկինում ունեցած աղբավայրերի հետ։ Բայց այս պայն ունեցած մեր տպավորությունները լավն են։ Վարչապետը հարցրել է նաև, թե կառավարության պլանն աղբահանության ոլորտում ինչպիսին է։ Նախարարը նշել է, որ իրենց ծրագիրն է հանրապետությունում ունենալ ևս 4 նման համակարգ, որոնցից մեկը կվերաբերի Երևանին։ Հանրապետությունում մարզերում ևս 3 այսպիսի աղբավայրերի անհրաժեշտություն կա։ Նախնական մենք մեր պատկերացումները ունենք, ներկայացրել ենք մեր պատկերացումները, բայց նաև էլի տեխնիկական ուսումնասիրության համար մրցույթ ենք։ Այսինքն դեռ մյուս հատվածներում պլանավորման փուլում է։ Այո։ Ճանապարհաշինության ոլորտում որպես առաջնահերթ ուղղություններ նախատեսվել են հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի առանձին հատվածների շինարարական աշխատանքներին և մրցույթների հայտարարմանն ուղղված միջոցառումները։ Ավարտվել է աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը։ Սիսիան-Քաջարյան ճանապարհի ենթահատվածների Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները մեկնարկային տարբեր փուլերում են։ Նախորդ տարի հանրապետությունում իրականացվել է շուրջ 504.5 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգում, միջին նորոգում, կառուցում և վերակառուցում։ Փաշինյանը անդրադարձել է ճանապարհների, այդ թվում հյուսիս-հարավի հետ կապված կարգավորումներին։ Վթարների եւ այլնի արդյունքում այդ կողմնակների շարքից դուրս գալուց հետո դրա վերականգնելու process-ը ինչպիսին է, որովհետեւ ելնում են, որ ասենք միտեղ վթար ա եղել, ջարդված է, անցնում ես 1 նույնն է, 2 նույնն է, 3 նույնն է, 4 նույնն է, 5 նույնն է։ Այսինքն մենք հստակ սահմանված ընթացակարգ ունենք, ոնց ով պետք է դա անի, ինչ ժամկետներում, ինչ ընթացա, ով է մոնիտորինգ անում, խոսքը հիմա հյուսիսարավին չի վերաբերվում միայն։ Չնայած արդեն հյուսիսարավի հատվածներում էլ են ոնց որ տենց կտորներ աչքովս ընկել, այլ ընդհանրապես ցանկացած ճանապարհի, որովհետև ես զգում եմ, որ այդտեղ ինչ որ մի բան կամ կարգավորված չի կամ լավ չի աշխատում։ Խուդատյանը նշել է, որ վթարների և մյուս դեպքերով պայմանավորված խնդիրների վերականգնումը պետք է իրականացնի ճանապարհը սպասարկող ընկերությունը։ Հյուսիս-հարավի դեպքում այդ ընկերությունները կառուցողներն են։ Վարչապետն ընդգծել է, որ նախ պետք է ունենալ ստանդարտ, պետք է հստակ կանոնակարգել, վնասվել է, պետք է ծավալի հետ փոխկապակցվածության մեջ հստակ ժամկետ սահմանվի։ Ասենք այսքան ժամանակում պետք է վերականգնվի։ Սա շատ կարևոր կոսմետիկ եւ էսթետիկ նշանակություն ունի, չէ՞, ընդհանուր երթևեկության տրամադրությունն էլ գոյություն ունի եւ ընդհանրապես։ Այսինքն մենք պետք է հստակ ստանդարտ սահմանենք։ Կա սպասարկում կամ պայմանագրերի մեջ պետք է դնենք, որ եղել է, ուրեմն այսքան ժամկետում դրա վերականգնումը ծավալից կախված, որովհետեւ կարող լինեն որ մեծ
աշխատանք է կատարվում եւ այդտեղ էլ վերահսկողական գործառույթները պետք է նայել եւ այդտեղ պետք է ԱՊԱ-ի հետ փոխկապակցվածությունները նայել, հասկանալու համար թե ոնց է աշխատում այդ սխեման եւ մեխանիզմը։ Փաշինյանի խոսքով ճանապարհաշինարարությունն այն ոլորտներից է, որտեղ մոտավորությունը շատ է, սրանից բխող բոլոր հետևանքներով եւ պետք է շարունակական աշխատանքներ տանել։ Այստեղ էլ էլի գործիքը թվայնացումն է, որպես մենք միավոր նշանի, մենք օրինակ պետք է իմանանք մեր հանրապետության ճանապարհներին քանի հատ ճանապարհային նշան կա։ Էս իմացանք, պետք է իմանանք որ ճանապարհին քանի հատ նշան կա։ Էս էլ իմացանք, պետք է իմանանք այդ ճանապարհային նշանը քարտեզի վրա որտեղ է դրած կոորդինատի ճշտությամբ։ Խոսքը պետական միջոցների սպառման եւ կառավարման արդյունավետության մասին է, մարդկանց անվտանգության մասին է, երթևեկության կոմֆորտի մասին է եւ այլն եւ այդպես։ Ել չեմ ասում էսթետիկ տեսքի։ Ջրային ոլորտում առաջնային են սահմանվել օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումը։ Նախատեսված 10-ից 3-ը կառուցված է, մնացածը շինարարական եւ մրցութային փուլերում են։ Սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվել են շուրջ 61 միլիարդ դրամի ծրագրեր։ Պետական բյուջեից հատկացվել է 33.6 միլիարդ դրամ։ Հայաստանի համայնքների համաֆինանսավորումը կազմել է 26.8 միլիարդ դրամ եւ 683 միլիոն դրամը այլ ներդրողների համաֆինանսավորումը։ Հրատապ ծրագրերի մասով հանրապետությունում իրականացվել է 36 ծրագիր, 2.6 միլիարդ դրամ միայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Անցած տարի արտադրվել է շուրջ 9721.2 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Արևային կայանների արտադրությունն աճել է 71.2%-ով։ Հայաստանի միջազգային օդանավակայաններում նախորդ տարի գրանցվել է ուղևորահոսքի բացառիկ աճ, կազմելով 575 միլիոն ուղևոր, ինչը 7.5%-ով ավելի է 2024-ի արդյունքից։ 2025-ին մեկնարկել են չվերթեր 10 նոր ուղղություններով։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։